Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից այսօր թեմայի ամփոփում է, կամփոփենք մեր անցած գիտելիքները բազմապատկման և բաժանման աղյուսակների վերաբերյալ։ Առաջադրանք 263-ը մենք կկատարենք դասագրքում մնացածը աշխատանքային տետրերում։ Խաղ մրցույթ է, ով ավելի շատ կգրի։ Առաջինը 5-ի պատիկ թվեր, այսինքն թվեր, որոնք առանց մնացորդի բաժանվում են 5-ի։ Ասում ենք 5-ի բաժանվող թվերը, հետո նշում ենք, որ 5-ի բաժանվում են բոլոր այն թվերը, որոնք ավարտվում են 0-ով կամ 5-ով, կամ կարող ենք ասել բոլոր այն թվերը, որոնց միավորը 0 կամ 5 է։ Թվում ենք, ասում ենք թվեր, հետո հաջորդ հարցին ենք ասում 5-ի պատիկ զույգ թիվ, այն բոլոր զույգ թվերը, որոնք պատիկ են 5-ի, դրանք 0-ով վերջացող թվերն են։ 5-ի պատիկ կենտ թիվ, սրանք էլ 5-ով վերջացող կամ միավորում 5 պարունակող թվերն են։ Այնուհետև 3-ի բաժանելիության հայտանիշն ենք հիշում և ասում ենք 3-ի բաժանվում են բոլոր այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 3-ի։ 3-ին պատիկ զույգ թվերը, 3-ին պատիկ են այն զույգ թվերը, որոնք պատիկ են և 3-ին և 2-ին։ 3-ին պատիկ են այն բոլոր զույգ թվերը, որոնք պատիկ են 2-ին։ Եվ 3-ի պատիկ կենտ թվերը, սրանք էլ ենք թվում և անցնում ենք առաջ։ Առաջադրանք 264-ը կատարում ենք բաժանում և գրում ենք արդյունքը։ Կրկնեք աղյուսակը երեխաներ, որպեսզի չմոռանաք։ 266 համարը խնդիր է, կարդում ենք խնդիրը։ Կարոն մտապահել է 8 թիվը, որը 6 անգամ փոքր է մտապահած թվից, մհերի մտապահած թվից։ Ուրեմն, եթե Կարոյի մտապահած թիվը 8-ն է և դա 6 անգամ փոքր է մտապահած թվից, ուրեմն մհերի մտապահած թիվը 6 անգամ մեծ է Կարոյի մտապահած թվից։ Համառոտագրում ենք Կարոն 8-ը, որը 6 անգամ փոքր է մհերի մտապահած հարցական թվից, սլաքը ներքև է, այսինքն անգամ փոքր է, բայց քանի որ հակառակ գործողությունն է, նշանակում է սլակը իջնում է ներքև և մենք պիտի կատարենք ոչ թե բաժանման գործողություն, այլ բազմապատկման։ 6 անգամ 8 հավասար է 48։ Կարող ենք ստուգել։ Կարոն մտապահել է 8 թիվը, որը 6 անգամ փոքր է մհերի մտապահած թվից, 48-ը բաժանած 8-ի հավասար է 6։ Խնդիր 267-ը։ Սարգսի մտապահած թիվը 23-ով, ոչ թե 23 անգամ, փոքր է ամենամեծ երկնիշ թվից, որ թիվն է մտապահել Սարգիսը։ Նախ գրում ենք, որ ամենամեծ երկնիշ թիվը 99-ն է, իսկ Սարգսի մտապահած թիվը 23-ով փոքր է 99-ից։ 99-ից հանած 23 հավասար է 76, ուրեմն Սարգիսը մտապահել է 76 թիվը։ Խնդիր 268-ը։ Գագիկը մտապահել է 8-ից 5 անգամ մեծ թիվ։ 8-ից 5 անգամ մեծ թիվ, որն է մտապահել Գագիկը։ Կարելի է գրել ինչ-որ մի թիվ, անհայտ թիվը բաժանենք 5-ի կստանանք 8, այստեղից անհայտ բաժանելին գտնելու համար քանորդը բազմապատկում ենք բաժանարարով, ստանում ենք 40, ուրեմն մտապահել է Գագիկը 40 թիվը։ Հաջորդը։ Սուրենը մտապահել է 45-ից 5 անգամ փոքր թիվ, որ թիվն է մտապահել Սուրենը։ 45-ը կբաժանենք 5-ի, քանի որ անգամ փոքրի դեպքում կատարում ենք բաժանման գործողություն և ստանում ենք 9։ Գուրգենը մտապահել է 8 թիվը, որը, այսինքն 8-ը 7 անգամ փոքր է Գագիկի մտապահած թվից։ Ուրեմն Գագիկի մտապահած թիվն էլ 7 անգամ մեծ է, որ թիվն է մտապահել Գագիկը։ Անհայտ թիվը կբաժանենք 7-ի, կստանանք 8, անհայտ բաժանելին գտնելու համար քանորդը բազմապատկում ենք բաժանարարով։ 8 անգամ 7 հավասար է 56-ի, ուրեմն Գագիկը մտապահել է 56 թիվը։ Սուրիկը մտապահել է 72 թիվը, որը 8 անգամ մեծ է Աննայի մտապահած թվից, որ թիվն է մտապահել Աննան։ Ինչ-որ մի թիվ բազմապատկել են 8-ով և ստացել 72։ Որպեսզի գտնենք 8 անգամ մեծ թիվը, պետք է 72-ը բաժանենք 8-ի և ստանանք 9։ Պատասխան՝ մտապահել է Աննան 9 թիվը։ Խնդիր 272-ը։ Արան 7 տարեկան է։ Հայրիկը 5 անգամ մեծ է Արայից։ Մայրիկը 3 տարով փոքր է հայրիկից։ Քանի տարեկան է մայրիկը։ Համառոտագրում ենք Արա, հայր, մայր։ Արան 7 տարեկան, հայրը չգիտենք քանի տարեկան, բայց գիտենք, որ 5
անգամ մեծը հիշում ենք, իսկ մայրիկը 3 տարով փոքր, անգամ մեծ, ով փոքր հիշում ենք սա և լուծում ենք, որպեսզի գտնենք հայրիկի տարիքը, պետք է 5-ը բազմապատկենք 7-ով, կստանանք 35, պատասխան հայրիկը 35 տարեկան է, իսկ մայրիկը հայրիկից 3 տարով փոքր է, հայրիկի տարիքից 35-ից կհանենք 3 տարին և կստանանք 32 տարեկան, պատասխան մայրը 32 տարեկան է։ Խնդիր 273-ը, մի ամանում կա 12 լիտր հյութ, իսկ մյուսում 15 լիտր, քանի 3 լիտր տարողությամբ բանկա է պետք այդ հյութը տեղավորելու համար։ Խնդիրը կարելի է լուծել երկու եղանակով, քանի որ և 12-ը և 15-ը 3-ի բաժանարար թիվ է, պատիկ են 3-ին, ուրեմն կարող ենք լուծել երկու եղանակով։ Առաջին եղանակով գումարում ենք երկու ամանների տարողությունը, երկու ամաններում միասին 12 գումարած 15 լիտր հյութ կա, սա կբաժանենք 3-ի, 12-ին գումարած 15 հավասար է 27 լիտր, 27-ն էլ կբաժանենք 3-ի կլինի 9 բանկա։ Մյուս եղանակով կարող ենք առաջին ամանի 12 լիտրը լցնել 3 լիտրանոց բանկաների մեջ և կստանանք 4 բանկա։ Հետո երկրորդ ամանի 15 լիտրն ենք լցնում 3 լիտրանոց բանկաների մեջ, այսինքն 15-ը բաժանում ենք 3-ի և ստանում ենք 5 բանկա։ Հիմա բանկաները պիտի գումարենք, բանկաների թիվը 4 գումարած 5 հավասար է 9 բանկա։ Խնդիրը լուծեցինք երկու տարբեր եղանակներով։ Խնդիր 274, մեկ բաժին կաթը պատրաստելու համար անհրաժեշտ է 3 ձու, Աննան գնել է 2 տուփ ձու, յուրաքանչյուրում 6 հատ, քանի բաժին կաթայի կբավականացնեն այդ ձվերը։ Մեկ բաժնի համար պետք է 3 ձու, 2 տուփ յուրաքանչյուրում 6 ձու, քանի բաժին կստացվի։ 2 տուփ յուրաքանչյուրում 6 ձու, այսինքն 2 անգամ 6 հավասար է 12 ձու է գնել։ Քանի որ մեկ բաժնի համար պետք է 3 ձու, 12-ը կբաժանենք 3-ի և կստանանք 4 բաժին։ Պատասխան կարելի է պատրաստել 4 բաժին կաթը։ Խնդիր 275-ը, Աննան որոշել է պատրաստել 4 բաժին կաթը, սակայն նա ունի միայն 3 ձու, որը բավարար է 1 բաժին կաթայի համար։ Եվս քանի ձու է անհրաժեշտ Աննային, եվս նշանակում է իր ունեցածից 3 հատից բացի։ 1 բաժինը 3 ձու, 4 բաժնի համար հարկավոր է հարցական ձու, տեսեք երկկողմանի սլաք ենք դրել, այսինքն տարբերությունը որքան է, պակասում է քանի ձու, 4 անգամ 3 հանած 3, ինչու հանած 3, 4 անգամ 3-ը 4 բաժին ձվի քանակն է, 3-ն էլ Աննայի ունեցածն է, պիտի հանենք այդ 3-ը, որ իմանանք քանի ձու է պակասում, 4 անգամ 3 հավասար է 12 ձու, 12-ից հանած 3 հավասար է 9 ձու, պակասում է 9 ձու։ Եվ խնդիր 276-ին հասանք։ Տիգրանը որոշել է օրական կարդալ 8 էջ։ 80 էջանոց գրքից քանի էջ կմնա նրան կարդալու 1 շաբաթ հետո։ Նախ հիշում ենք, որ 1 շաբաթը 7 օր է։ 1 օրը կարդում է 8 էջ, 1 շաբաթում չգիտենք քանի էջ, բայց գիրքն էլ կազմված է 80 էջից։ Այդ 80 էջից, եթե 1 շաբաթ 7 օր 8-ական էջ կարդա, որքան կմնա։ Անպայման նշում ենք, որ 1 շաբաթը 7 օր է։ 7 անգամ 8 հավասար է 56, այսինքն ամբողջ շաբաթվա ընթացքում կկարդա 56 էջ։ 80 էջանոց գրքից 56 էջը կարդացել է, կհանենք 56 և կմնա 24 էջ։ Պատասխան կմնա 24 էջ։ Եվ վերջի խնդիրն ենք լուծում, խնդիր 277-ը։ Ձմերուկ և սեխ վաճառողները որոշեցին փոխանակել իրենց ապրանքները։ Ըստ նրանց պայմանի 1 կիլոգրամ սեխը կարելի է փոխանակել 2 կիլոգրամ ձմերուկի հետ։ Լրացնում ենք աղյուսակը ըստ նրանց պայմանի։ Եթե 1 կիլոգրամ սեխի համար 2 կիլոգրամ ձմերուկ են տալու, 2 կիլոգրամի համար կլինի 2 անգամ 2, 4 կիլոգրամ։ 3 կիլոգրամ սեխի դիմաց 3 անգամ 2 կլինի 6 կիլոգրամ և 4 կիլոգրամ սեխի դիմաց 4 անգամ 2 հավասար է 8 կիլոգրամ ձմերուկ կարելի է տալ 4 կիլոգրամ սեխ ստանալու համար։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։